Հա, նաև մի դիտողություն է։ Ուրեմն բոլորովին լավ է, որ դասախոսության ընթացքի ժամանակ սկսում են դուրս գալ եւ գնալ։ Մեր աղջիկները այս հետևողականորեն նշում են, մի կարծեք մանա։ Եթե եկել եք դասախոսության, մնացեք մինչև վերջ։ Մինչև ժամը 9-ը, ոնց որ ասած, ձեր դասախոսության ժամն է։ Դրանից հետո դրա համար եթե երկարում է, մենք ասում ենք ազատ եք, կարող եք գնալ, չզանը չդա։ Հա, զանի դասախոսություն։ Բարև ձեզ, ներողություն ուսուցող ուսանալու համար ժամանակը աննկատ անցավ։ Այսօրվա թեման լինելու է Երանի միջուկային ծրագրի քաղաքատնտեսական և անվտանգային չափումները, առումները։ Այնուամենայնիվ մինչև այսօրվա թեմային անցնելը պարոպատանի շրջությամբ երեկվա խոսակցությունը այնուամենայնիվ համարում մի քիչ ինչ-որ թյուր ըմբռնումների մանր տեղեր մնացին, դրա համար ուզում եմ մի անգամ ևս կարճ անդրադառնալ ու անցնել, ուղղակի առանց բանալից ինչ-որ հրահրելու ճիշտ հասկացել, եթե ինչ-որ մեկը երեք իմ խոսքից նեղացել է, էլի ներողություն, չեմ կարծում, որ նման բան։ Հակառակորդ թե հավանական հակառակորդ, այնուամենայնիվ ուզում եմ բոլորի համար ես ընդհանրապես սեփական խոսքի բացառիկ ճշմարտացիության հարցում միշտ կասկածներն եմ, այսինքն եթե ինչ-որ հակասությունները շատ են լինում, ես մեկ անգամ ևս ստուգում եմ։ Այսօր այդ մեկ անգամ ևս ստուգելու շրջանն է, այնուամենայնիվ պնդում եմ իմ ասածը, երեխեք ջան, ստուգումից հետո հավանական հակառակորդ։ Այն իմաստով, որ քանի դեռ պաշտոնապես երկիրը չի մտել, չի հայտարարել պատերազմական գործողությունների մեջ մտնելու, այն ամենը ինչ որ դուք մեջ եք բերում, ես համաձայն եմ։ Այսինքն սահմանի վրա սադրանքներ կան, հակառակորդը սահմանի վրա կրակոցներ արձակում եւ այլն, դրանով սպանում են մեր զինվորները, հասարակ քաղաքացիները, բայց դրանք բոլորը իհարկե որոշակի թշնամության ակտ են, բայց դրանից ելնելով երկիրը չի մտնում ինքնաբերաբար պատերազմի մեջ։ Երկիրը մտնում է պատերազմի մեջ, պատերազմ հայտարարելուց հետո։ Պատերազմ հայտարարում է ազգային ժողովը եւ այն փաստարկները, որ դերազում մեզ անվանում են թշնամի, իսկ մենք ինչի պետք է իրանց հավանական հակառակորդ համարենք։ Երեխեք, ոնց ասեմ, ստեղ դերազնա, ստեղ Հայաստանի սահմանադրությունը։ Զուտ ուղղակի տարբերությունը զգացել։ Գովս Արմենին իրանք ունի ինչ ասես ասի, չգիտեմ, հայկական ժամանակը իրանք ունի ոնց ասես մեկնաբանելու, մամուլի ազատություն կա, սահմանադրության շրջանակում կամ իրավական քաղաքական շրջանակում մենք պետք է ավելի զուսպ և չափված լինենք մեր տված ձևակերպումների մեջ։ Այսքան, շնորհակալություն։ Բուն այսօրվա թեման, հա։ Բուն այսօրվա թեման։ Ուրեմն Իրանը մեծ մերձավոր արևելք տարածաշրջանի կարևորագույն առանցքային դերակատարներից է։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումները, որոնք պաշտոնապես մեկնարկեցին, հա, վերսկսվեցին 2003 թվականից, իրենց մեջ պարունակեցին բավականին հետաքրքիր զարգացումներ, թե սպառնալիքների բացահայտման իմաստով, թե Իրանի հետ որոշակի բանակցային գործընթացի հետաքրքրության իմաստով, թե դրանից բխող տնտեսական որոշակի վտանգների կամ շահերի եւ թե դրանից բխող, ասենք, տարածաշրջանում ընդհանուր անվտանգային միջավայրը փոփոխելու առումով։ Իրանի միջուկային ծրագիրը իր մեջ պարունակում է մի քանի կարևոր բաղադրիչ։ Մեկը նա է, որ տվյալ երկիրը լինելով ածխաջրածնային պաշարներով բավականին հարուստ եւ բավականին պատկառելի տեղ զբաղեցնելով համաշխարհային այդ
կոնյունկտուրայում իր տնտեսությունը զգալի չափով կախված է նավթագազային արտահանման հնարավորություններից։ Տվյալ կախվածությունը իհարկե տվյալ հանգամանքը հնարավորություն է տալիս, ոչ թե կախվածությունը, այլ իր կարևոր դերը հնարավորություն է տալիս ազատորեն, ասենք, եւ առանց լուրջ տեխնոլոգիական, կառավարչական եւ այլն ջիքեր գործադրելու արտահանել իր բնական ռեսուրսները, դրա փոխարեն ստանալ, ասենք, եկամուտ եւ եկամուտը բաշխել սեփական բնակչության մեջ, ապահովել որոշակի լոյալություն, հանգստություն եւ ապահովվածության զգացում եւ այլն եւ այլն։ Սակայն այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա։ Իրանը հին քաղաքակրթություն է։ Հին քաղաքակրթություններին բնորոշ է նախ երկար հիշողությունը։ Երկրորդը սեփական ուրույն համաշխարհային քաղաքականության, համաշխարհային քաղաքակրթական գործընթացներում սեփական ուրույն տեղի հստակ գիտակցումը։ Նրան բնորոշ է սեփական ժողովրդին մյուսներից առավել դնելու շատիր եղեք, նմանությունը զգում եք հին քաղաքակրթության, շրջապատից ավելի բարձր դասելու միտումը, այսինքն Իրանի ժողովուրդը, իրանցիները որպես մեկ միասնական, պայմանական ասած քաղաքակրթություն, իրանք իրանց ավելի բարձր են դասում, քան արաբներն են, շատ ավելի բարձր են դասում, քան ասենք ազերի թուրքերն են եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ կա բավականին հետաքրքիր քաղաքակրթական զուլվածք մոտեցումների, հոգեբանական հոգեկերտվածքի եւ այլն։ Այս ամենը բացի դրանից նաեւ գիտակցումը այն բանի, որ ժամանակակից աշխարհում առանց գիտատար առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման հնարավոր չի, որ երկիրը լինի հզոր, հնարավոր չի, որ երկիրը իր տեղը ամրագրի, հնարավոր չի, որ ինքը կարողանա իր անվտանգությունը ապահովել միսալը։ Համախումբը հանգեցնում է նրան, որ Իրանը ձգտում է բարձր տեխնոլոգիաներ զարգացնել։ Բարձր տեխնոլոգիաներից իհարկե համաշխարհային ընդհանուր գործընթացներում, եթե ուշադրություն ենք դարձնում, այն երկրներն են համարում գերտերություններ, ասենք մինչև Հնդկաստանի, Պակիստանի, Հարավային Կորեայի միջուկային զենք ձեռք բերելը, հիշում եք, ՄԱԿ-ի գլխավոր անվտանգության խորհուրդը ուներ 5 մշտական անդամ, մինչև հիմա ունի 5 մշտական անդամ, եւ այդ 5 մշտական անդամները երկրագնդի միակ միջուկային տերություններն են, այսինքն միջուկային տերություն լինելը նաեւ ազգային որոշակի պրեստիժի խնդիր է, բայց միջուկային տեխնոլոգիային իրապետները նաեւ երկրի առջև բաց հանում մի շարք հնարավորություններ։ Տեսեք, այդ հնարավորություններից ամենաակնհայտը էլեկտրաէներգիա ստանալն է, միջուկային էներգիայի միջոցով։ Մյուս ոչ այդքան ակնհայտը, բայց լայն կիրառում ունեցող, որ Իրանը անընդհատ իր բանակցությունների ընթացքում ընդգծում է, դա բժշկական նպատակներով միջուկային տեխնոլոգիայի օգտագործումն է, այսինքն ես միջուկային տեխնոլոգիա եմ զարգացնում իմ երկրում, կարողանալու համար իմ երկրում զարգացնել նաև բժշկությունը, քաղցկեղի դեմ պայքար եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն սա բավականին լուրջ շերտ է բացանում, տեսեք, եթե համեմատության մեջ ենք դնում Իրանի եւ Թուրքիայի տնտեսությունները, Թուրքիայի տնտեսությունը այսօր ավելի մեծ քանակությամբ որակյալ ժամանակակից արտադրանք է տալիս։ Թուրքիան արտադրում է գրեթե ամեն ինչ, ինչը սպառվում է եվրոպական շուկայում։ Ինքը համար 1 արտադրողն է, ասենք, կենցաղային տեխնիկայի, ինքը համար 5 արտադրողն է մեքենաների եւ այլն։ Սա ասում եմ նրա համար հասկանալու, որ այդ երկիրը բավականին դինամիկ իր տնտեսությունը զարգացնում է։ Սա կա մի հատ կարևոր բայց։ Թուրքիան այդ ամեն ինչը կառուցում է ներմուծվող բաղադրիչները հավաքելու
եւ վերջնական արդյունք ստանալու վրա։ Ինքը սեփական տեխնոլոգիաներ դրանց մշակելու, ստանալու, այն բաղադրիչներ արտադրող հզորություններ ունենալու տեխնոլոգիաներ դեռևս չունի։ Թեև ելի եմ կրկնում, իր տնտեսությունը, իր տնտեսական արդյունքը ավելի տեսանելի եւ ավելի որակյալ է։ Իրանը գնացել է այլ ճանապարհով։ Միջազգային սանկցիաները միջուկային խնդրի հետ կապված։ Իրանին դրդեցին ներսից ռեսուրս որոնելու։ Այսինքն ստեղ է ազգային արժանապատվությունը, այդ պատվախնդրությունը դրդեց, որ Իրանի ժողովուրդը կառավարության ղեկավարությամբ կարողանա ավելի լուրջ վերաբերվել սեփական երկրում սեփական արտադրական, տեխնոլոգիական, տեխնիկական հզորություններ զարգացնելու։ Այս իմաստով անելիքները շատ են։ Տնտեսական խնդիրները այնուամենայնիվ իրանցը անում են, երկրը ստիպված է իր անվտանգությունը ապահովելու համար ավելի շատ միջոցներ ծախսել, քան եթե ասենք սովորական զարգացման մեջ լինել։ Տեսեք, օրինակ էլի զարմանալի բան կասեմ, չնայած մի քանի օր առաջ այդ զարմանքը ևս մի անգամ ամրապնդեց, Իրանը օրինակ բենզին ներմուծող երկիր է։ Զարմանալի է, չէ՞, նավթ արտահանող բենզին ներմուծող երկիր է, այսինքն իր արտադրական կարողությունները այս պահին չեն հերիքում սեփական կարիքները հոգալու։ Իսկ վերջերս ինչ իմացա, որ Ադրբեջանն էլ է նույն խնդրի առջև կանգնած, այսինքն իր արտադրական կարողությունները նույնպես չունեն հնարավորություն սեփական կարիքները ամբողջովին բավարարելու։ Այստեղ մենք գործ ունենք Ադրբեջանի դեպքում տիպիկ հոլանդական հիվանդության սիմպտոմների հետ, երբ որ տնտեսության մի ճյուղը բավականին դինամիկ սկսում է զարգանալ, տնտեսության մյուս ճյուղերը դրա պատճառով տուժում են, այսինքն ինվեստիցիաները, գումարները, ֆինանսները, մարդկային ռեսուրսները, գիտական եւ կրթված կադրերը ամբողջը հոսում են դեպի ավելի բարձրատրվող այդ առաջատար ճյուղը։ Գիտեք դրա մասին։ Իրանը ձգտում է այս հիվանդությունից զերծ գնալ, այսինքն ինքը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ, որովհետև ինքը կանգնած է բավականին լուրջ անվտանգային խնդիրների առջև։ Այն ինչ որ ասեցի, զգացիք, սա տնտեսական ասպեկտ է, անվտանգության առումով Իրանը բավականին լուրջ մրցակից է տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների համար։ Երևի թե դժվար է սենց Իրանի քարտեզը պատկերացնել, իրեն շրջապատող երկրները պատկերացնել եւ այդ մեկը, որին Իրանի գերհզորացումը կարող է շահավետ լինել, որի շահերից կբխի Իրանի գերհզորացումը։ Այսինքն նախ նկատի ունեմ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը, դրանով իր դոմինանտ դերը հաստատելը եւ դրանից բխող հետագա զարգացումներ, այսինքն սեփական շահերի թելադրումը, սեփական տարածաշրջանային ճարտարապետության սեփական տեսլականի առաջարկումը եւ այլն եւ այլն եւ այլն։ Մի փունջ խնդիրներ է գալիս Իրանի, ասենք, միջուկային դառնալու։ Կարող է հիշել մեր մեծ մերձավոր արևելք տարածաշրջանում, որը ասենք ինչա ներառում իր մեջ Հյուսիսային Աֆրիկայից մինչև Հնդկաստանի, Չինաստանի սահման։ Այդ տարածության մեջ որ երկրներն են արդեն իսկ տիրապետում միջուկային զենք։ Իսրայել, Պակիստան, Հնդկաստան միանշանակ, որը հայտնի է, որի մասին մենք գիտենք։ Խոսակցություններ կա, որ Թուրքիան է փորձում իր մոտ մշակել, խոսակցություններ կա, որ Սաուդյան Արաբիան եւ այլն, բայց այն ինչ որ հայտնի է, այն ինչ որ ակնհայտ է եւ դրա մասին արդեն տեղյակ եմ, դա Իսրայելն է, դա Պակիստանն է եւ դա Հնդկաստանն է։ Իր մահվանից մի տարի առաջ
ոչ ավել, բավականին ականավոր ու բավականին հանճարեղության հասնող խելացի ամերիկացի տեսաբան միջազգային քաղաքականության տեսաբան Քենեթ Վոլսը մի շատ հետաքրքիր հոդված էր գրել։ Քենեթ Վոլսը ամերիկյան քաղաքական լրկի ռեալիստական հոսանքի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է։ Իրան դնում են նույն շարքի մեջ ինչ-որ ասենք Հանս Մորգենթաուին եւ այլն, այսինքն ինքը դասական է եղել։ Ինքը շատ հետաքրքիր մի հատ հոդված է գրել Foreign Affairs ամսագրում։ Ես առաջ վազելով ասեմ, որ ինքը օրիգինալ չէր այդտեղ, բայց իր գրած հոդվածը ավելի մեծ ռեզոնանս ունեցավ։ Այդ հոդվածով ինքը հիմնավորում է, որ Իրանը իրավունք ունի եւ պետք է դառնա միջուկային զենքին տիրապետող երկիր։ Իրանը պետք է գնա դրան եւ դա բխում է տարածաշրջանի անվտանգային շահերից, որովհետեւ առանց էլ տարածաշրջանում անվտանգային այդ հաշվեկշիռը բալանսը երկար տարիներ խախտված է, քանի որ Իսրայելը եղել է միանձնյա միջուկային զենքի տիրապետող երկիր տվյալ տարածաշրջանում։ Այսինքն Իսրայելը ցանկացած ժամանակ կարող էր այդ հանգամանքը օգտագործելով իր շահերը թելադրել տարբեր երկրների, կարող էր անպատիժ ձևով, ասենք, ռմբակոծել այլ ինքնիշխան պետության տարածքում գտնվող եւ իր կարծիքով իր համար սպառնալիք ներկայացնող, ասենք, ինչ-որ սենց ասեմ, հա, մի քիչ լղոզված արտադրություն տնտեսական օբյեկտ է։ Ասենք դա կլինի միջուկային կառուցվող միջուկային կայան, թե դա կլինի ասենք ինչ-որ գործարան, որը Իսրայելի համար կասկածներ առաջացնում։ Այնուամենայնիվ ինքը միանձնյա կարողանում էր որոշել եւ ի կատարածել իր անվտանգության շահերից բխող այս քայլերը։ Քենեթ Վոլսը շատ հետաքրքիր ձևով կարողացել էր իր հոդվածում ապացուցել, որ դա այլևս չի բխում Ամերիկայի անվտանգային շահերից։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները իր անընդհատ իր ձեռքերը բարձրելով Մերձավոր Արևելքի տարածաշրջան այնտեղ ինչ-որ հարցեր կարգավորելու համար դրա համար բավականին մեծ ռեսուրս են ծախսում։ Դրա համար բավականին մեծ ռեսուրս են ծախսում, դրանով երբեմն խաթարում է իրենց միջազգային հեղինակությունը, որովհետև կողմնակալության նշաններ են ներևում այդ գործընթացում եւ այլն, այսինքն ունենալով մեծ Մերձավոր Արևելքում, Մերձավոր Արևելքում եւս մի միջուկային տերություն, համաշխարհային անվտանգությունը դրանից շահում։ Լավ, այս մի կողմ Իսրայելը, որը միջուկային տերություն է։ Իրանի մյուս սահմանում ինչ ունենք։ Սենց պատկերացրեք, սա եթե Իրանն է, ստեղ ունենք Սիրիա, ստեղ ունենք Սիրիա, Իրաք, Իսրայել եւ այլն, այս կողմը ունենք Աֆղանստան, Պակիստան, միանշանակ։ Աֆղանստան, Պակիստան, այս բանը։ Ընկերներ, Աֆղանստան, Պակիստան, այդ երկու երկրները չնայած իրանց միջև եղած մեծ հակասությունների, շահերի բախմանը, մեկը մյուսի նկատմամբ ունեցած, ասենք, տարածքային, անվտանգային, տնտեսական պրետենզիաների։ Այդ երկու երկրները մեծ գլխացավանք են դարել ամբողջ համաշխարհային հանրության համար։ Ու եթե ելնենք այն տեսությունից, կարող եք համաձայնել, կարող եք չէ, բայց այնուամենայնիվ մինչ օրս զարգացումները դա են ցույց տալի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այնուամենայնիվ հեգեմոն, հա, գերիշխող պետություն, հա, որը որոշակի թե իրավունքներ է իրան վերապահում աշխարհի այս ամեն ծայրում որոշակի գործընթացներ ղեկավարել, որոշակի հարցերի մեջ միջամտել, բայց հավատացնում եմ ձեզ, միևնույն ժամանակ բավականին լուրջ պատասխանատվության զգացում է կրում այս կամ այն տարածաշրջանում, վայրում եւ այլն տեղի ունեցող մտահոգիչ գործընթացների համար։ Ասենք իրանք կարող են մտահոգվել նրանից ու իրանք մեղավորը զգան այն բանից, որ Ռուանդայում, չգիտեմ, մի ցեղը մյուսին
կոտորել է, իհարկե դա ցեղասպանությանը հավասար մի բան է, որտեղ միլիոնների է սպանությունների քանակը, մեծ ողբերգություն է։ Եվ ամերիկացի հասարակ, ասենք, այդ հարցերով զբաղվող մարդը ինքը իրան մեղավոր զգա իր կառավարության անգործության համար։ Սա, այսինքն, տիպիկ համաշխարհային տերության, հեգեմոն տերության վարվելաձև, որ ինքը իրան համ իրավունքներ է որոշակի վերապահում իր ուժից ելնելով, բայց նաև որոշակի պատասխանատվության զգացում։ Եվ այդ պատասխանատվության զգացումը, երբ որ կիրառում ենք Աֆղանստան-Պակիստան, այդ տարածաշրջանի նկատմամբ, տեսնում ենք, որ բավականին լուրջ եւ բավականին մտահոգիչ գործընթացներ են այդտեղ տեղի ունենում։ Ահաբեկչություն, ինչքան էլ դրա մեջ միֆական, առասպելական բաղադրիչը մեծ է, բայց այնուամենայնիվ դա սպառնալիք է։ Թմրանյութերի ապօրինի շրջանառություն, լրջագույն սպառնալիք է։ Ընդհանրապես ոչ միայն ասենք Ամերիկային կամ չգիտեմ Ռուսաստանին, այլև ինչի՞ չէ հենց մեզ։ Այսինքն մենք էլ ենք նրանով մտածում։ Եվ վերջապես Պակիստանը որպես դժվար կառավարվող երկիր օժտվածա միջուկային զենքով։ Պակիստանը իր պատմության ընթացքում անընդհատ որոշակի կոնֆլիկտային իրավիճակների մեջ է հայտնվել։ Դա եղել է հիմնականում Հնդկաստանի հետ, դա ժամանակ առ ժամանակ, ասենք, արտահայտվում է նաև Աֆղանստանի հետ։ Չնայած Աֆղանստանը նույնքան չկայացած այսօր պետություն է, այսինքն դժվար կառավարվող պետական ինստիտուտները չեն աշխատում, հասարակական կյանքը գրեթե հավասարեցված է զրոյի կապելով է, սահմանափակված եւ այլն, եւ այդ երկու երկրները իրանց փոխհարաբերություններով բավականին լուրջ սպառնալիք են ներկայացնում համաշխարհային հանրության համար։ Հիմա ինչ է սա ամեն ինչից եղանը ինչ։ Երեխեք, երբ որ 2001 թվականին, հա, հայտնի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները համարեց, որ իր նկատմամբ հարձակում է տեղի ունեցել եւ օգտագործելով իր, ասենք, պաշտպանության իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրությամբ հաստատված ուժով ներխուժեց, հա, զինված ուժով ներխուժեց Աֆղանստանի տարածք, Իրանը այն երկրներից էր, որը ճիշտ է, առանց դրա մասին լայն հրապարակելու, ինքը Ամերիկայի դաշնակիցն է, ըստ էության։ Դա մասին ոչ միտեղ չի հայտարարվել տես բարձրաձայնվում, բայց բավականին սերտ եւ բավականին արդյունավետ համագործակցություն է տեղի ունեցել Իրան-Ամերիկա մակարդակում։ Տեսեք, ինչպես օրինակներ հենց այդ օրինակ Աֆղանստանում այդ ժամանակ թալիբները իշխանության էին եւ առաջերտին դա նրանց դեմ էր ուղղված։ Եվ թալիբների, ասենք, ներխուժումը Իրանի տարածք կասեցված էր, Իրանը կարողանում էր կասեցնել, թույլ չտալ, որ իրանք այնտեղ ապաստան ստանան եւ հետագայում վերազինվեն հետագայում։ Դա ամենահասարակ օրինակը։ Օրինակներ Աֆղանստանում, գիտեք, երկու հիմնական էթնիկ խմբեր են ապրում, դա պաշտոններն են, այո, եւ դա դարիները, հենց պարսկական ծագում ունեցող պարսիկներ են ստեղծում։ Այդ պարսիկների վրա իրենց ազդեցությամբ ինքը կարողացավ ամերիկացիների համար բավականին լավ դաշնակից ստեղծել հանձին Աֆղանստանում ապրող պարսկական ծագում ունեցող ցեղերից։ Այսինքն, բացի դրանից, ասենք, իր տարածքով որոշակի ինքնաթիռներ էին անցնում եւ այլն, օդային տարածք էր տրամադրվում, անհրաժեշտության դեպքում, ասենք, ինչ-որ խորհրդատվություններ էին տեղի ունենում, այսինքն կար բավականին արդյունավետ համագործակցության օրինակ երկու երկրների միջև, որոնք ամբողջ աշխարհի աչքին ներում են որպես իրար նկատմամբ թշնամանք ունեցող, հա, ունեն դիվանագիտական հարաբերություններ եւ այլն, բայց այնուամենայնիվ այդտեղ շահերը համում կան, բավականին լավ համում կան եւ բավականին արդյունավետ համագործակցություն ստացվում։ Հետո Իրաքի դեպքերը, Իրաքում նույնպես, տեսեք, երբ որ նայում ենք, հետաքրքիր բան է ստացվում, հա, երբ որ նայում ենք, թե Սադամ Հուսեյնի վարչակազմի տապալումից ամենաշատը որ երկիրը շահեց, ակամայից Իրանն անցնում, որովհետև Սադամ Հուսեյնի վարչակազմը տապալելուց հետո
Իրաքում իշխանության եկան շիա մահմեդականները, որոնք մինչ այդ շիաները մեծամասնություն են, որոնք մինչ այդ ճնշված էին Իրաքում, Սադամը ճնշում էր նրանց, եւ այդ մարդիկ իրական հնարավորություն ստացան իրենց իշխանությունը հաստատելու, երկիրը իրենց ցանկությամբ իհարկե Իրանի աչալուրջ հսկողությամբ կառավարել եւ այլն։ Բավականին հետաքրքիր համագործակցության երկրորդ դեպքը ստեղ ունեցանք, այսինքն Իրաքում Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Իրան էլի քաղաքական, ռազմական, տնտեսական ինստիտուտների կայացման, ձևավորման հարցում բավականին լուրջ համագործակցություն ունեցել։ Իհարկե այս ամեն ինչը իսրայելական լոբին չէր կարող չմտահոգել եւ 2003 թվականին Ջորջ Բուշի հայտնի ճարի ժամանակ Իրան, Իրաք եւ Հարավային Կորեա, Իրան, Իրաք, Հյուսիսային Կորեա դասում է չարիքի առանցքի, ինչը բավականին լուրջ լրջորեն խաթարեց այդ երկու երկրների միջև տեղի ունեցող հարաբերությունների ջերմացումը, բայց ոչ ընդմիշտ եւ ոչ վերջնականապես։ Ընդհանրապես մեծ երկրները իրենց վարած քաղաքականության մեջ շատ հազվագյուտ են ղեկավարում այս եվրոպական, վարդյանական, ասկասեի հուզական շահերով։ Այսինքն դուրս եկավ, չեկավ, սիրեցի կամ ոչ, գեղեցիկական տգեղա, ուշական քխա, այս հարցերը մեծ երկրներին, դա միգուցե ասենք կարող քաղաքական ռետորաբանության մեջ որոշակի, ասենք կարճ ժամանակով ԶԼՄ-ների օրակարգում միացող դերձնավորություն անցնի, այնուամենայնիվ գոյությունների երկարատև ռազմավարական շահեր։ Իսկ երկարատև ռազմավարական շահերի մեջ կարևոր դեր է խաղում այդ պետությունների հիշողությունը։ Որքան էլ որ սրված ունեն երկու երկրների միջև հարաբերությունները, ես ինչ եմ այս երկուսին այսքան երկար, հեսա կանդրադառնամ առանձին նաև մյուս դերակատարներին, ուղղակի այս երկուսի առանձին ունեցած փոխհարաբերությունները իրանք թե վճռորոշ դեր խաղացել են մինչ օրս ու սրանց հետո խաղալու են մի հիմա շատ հետաքրքիր գործընթաց է սկսել, ուղղակի ուկրաինական դեպքեր այդ ամեն ինչը ասենք երկրորդ պլան վարեցին, բայց այնուամենայնիվ եթե դարեք ձեր հիշողությունը մինչև ուկրաինական դեպքերի այսպես կտրուկ սրումը բավականին հետաքրքիր զարգացումներ տեղի ունենում հենց Իրանի միջուկային ծրագրի հետ կապված, այսինքն սանկցիաների թույլատվում, Իրանի հետ բանակցությունների ակտիվացում։ Երկու օր առաջ Ռոհանին հայտարարեց, որ հրաժարվում են դրանից, չէ՞։ Ինչից։ Միջուկային ծրագրից Ամենայն օրենք հրապարակել, որ միջուկային զենքի Իրանը չի թույլատրում։ Նման բաներ եղել են նաև անցյալում։ Այսքան կոնկրետ լիմիտ է սահմանվել, որ այդ միջուկի զարգացումը, այսքան տոկոս զարգացումից զենքով Սա դեպի 20% չգան չհասնեն, որովհետև 20%-ը արդեն հնարավորությունը տալի այսպես կոչված կեղտոտ ռումբ ստեղծել։ Կեղտոտն նաև, որ երբ որ դու արդեն կարողանում ես բավականին խոսման բավականին ուժ ունեցող, ուղղակի դա միջուկային զենքի վիճակի չի եկել, բայց դա վարակում ամբողջ տարածքը եւ դրա հետևանքները նույնքան ողբերգական կարող են լինել։ Իվանյան, հիշեք, հա, հարցով վայցի կներեք։ Նման ֆետվաներ Իրանի հոգևոր ղեկավարությունը արձակել է նաև անցյալում։ Եվ Իրանի բանակցային գործընթացում միջուկային ծրագրի շուրջ վարվող անընդհատ շեշտում է, որ ես չեմ ձգտում միջուկային զենք ստեղծելու, քանի որ իմ հոգևոր առաջնորդի մակարդակով դա արգելված է, դա համարվում է սատանիստական բան, դա համարվում է եւ այլն, դա մերը չի, դա մեզ պետք չի։ Մենք դա մշակում ենք բացառապես տնտեսական,
գիտական եւ այլն նպատակներով։ Մեզ միջուկային զենք հարկավոր չի։ Սակայն այդ հարկավոր չի հետ մեկտեղ, տեսեք 20% արդեն որոշակի շեմա։ Երբ որ Իրանը հասավ 20% եւ ժամանակվա նախագահը դրա մասին հայտարարեց, դա էլի մեծ աղմուկ բարձրացրեց, որովհետեւ 20%-ը դա այն կարմիր գծերից մեկն է, որը համաշխարհային հանրությանը սկսեց մտահոգել։ Տվյալ մտահոգողներից առաջինը իհարկե Իսրայելն է։ Իսրայելի համար իր միջուկային զենքի մենաշնորհը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իր անվտանգության եւ գոյատևման առանձնահատուկ երաշխիքն է։ Անկախ մեր վերաբերմունքից, անկախ նրանից, որ մենք գիտենք, թե Իսրայել-ադրբեջանական հարաբերությունները ինչ բախում մեղամիս են բարբերաբար ապրում եւ այլն, եթե դա թողենք մի կողմ, զուտ ասենք որպես երկիր, որպես պետություն, նույնիսկ անկախ են բանից, թե իրանք եկել են եւ արաբների տարածքները ինչ-որ մի շրջանում զավթել են, այդ ամեն ինչը թողենք մի կողմ։ Ինքը որպես երկիր, որպես իր, ասենք, որոշակի արեալում բնակվող ժողովուրդ, որը իր պատմության, կարճ պատմության ընթացքում մի քանի անգամ պատերազմի մեջ է մտել իր գոյատևման համար, հա։ Իր մտահոգությունները բավականին հասկանալի։ Մյուս կողմից, իր մտահոգությունները նաև սպեկուլյացիայի բնույթ են, այսինքն դա հստակ կրում է իրեն հավասար դերակատարի տարածաշրջանում թույլ չտալու, նրա գոյությունը թույլ չտալու միտում, այսինքն իր մենաշնորհից զրկվելով ինքը կարող է պատահի, ասենք այլև չկարողանա միջուկային իր անունով ասենք միջուկային շրջան ենթարկել մյուս երկրներին, որտեղ այնտեղ կա օրինակ նույն Լիբանանը, որը էլի շիա մեծամասնություն ունի եւ Լիբանանում Իրանը բավականին ազդեցիկ դիրքեր է զբաղեցնում եւ Լիբանանի նկատմամբ հետայսուր ցանկացած ագրեսիայի ակտ կարող է ուղղակի արժանանալ Իրանի համարժեք եւ ինչ-որ չափով արդեն սպառնալի հակահարվածի։ Մի խոսքով, այս բավականին լուրջ անվտանգային հնչյուն կա, հա, Ամերիկայի հետ կապ Ամերիկա-իրանական հարաբերությունները հիշում եք, երբանից փչացան։ Հեղափոխությունից հետո 78 թվականին տեղի ունեցավ հեղափոխություն, 79-ին տեղի ունեցավ հեղափոխություն, հա, շահը փախավ, Իրանում մի խումբ տենց ակտիվ երիտասարդներ որոշեցին, որ պետք է ամերիկյան դեսպանատունը գրավեն։ Չէ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը իր ամբողջ անձնակազմով պետք է գրավեն եւ անձնակազմը պահեն որպես պատանդներ։ Դա իհարկե համաշխարհային դիվանագիտական պատմության մեջ բավականին աննախադեպ ու բավականին կոպիտ դեպք կա, ինչ մեղքներ թաքցնենք, ինչ իրանցիների մեղքներ թաքցնենք, բավականին կոպիտ խախտում է բոլոր տեսակի կոնվենցիաների, որոնք ղեկավարում են այդ բնակավարը, սակայն այստեղ մի հատ կարևոր հանգամանք կա, գրավելուն իրանցիների համար աշխարհացման։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը համարվում էր շախի վրա ազդեցություն թողող, շախի միջոցով երկիրը ղեկավարող երկրի, ասենք, հարստություններին տիրանալու այդ գործընթացը կառավարող մի կառույց։ Եվ բացի դրանից, այստեղ արդեն հիշողությանն ենք վերադառնում։ Իրանցիները բավականին լավ հիշում են, որ 53 թվականին, երբ որ իրանք ունեին օրինականորեն եւ ժողովրդական պրոցեդուրաները պահպանելով ընտրված վարչապետ, հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներն են նպաստել այդ վարչապետի կանգնեց անելուն եւ իրենց ձեռնտու խամաճիկ շահի գահի գալու նրա իշխանությունը հաստատել։ Տեսեք, այստեղ բավականին հետաքրքիր թնջուկ է, չէ՞, թվում է քաղաքականությունը պետք է այդպես հուզականությունից, ես ինքս եմ ասում դրա մասին, որ պետք է հուզականությունից որոշ չափով զուրկ լինի, ավելի շատ պետք է ռացիոնալ ինչ-որ
բաներով առաջնորդվել, չէ, այստեղ հենց ուզականությունը բավականին մեծ դեր է խաղացել։ Ինչի դուք այն ժամանակ մեր օրինական վարչապետին քույր տվեցիք, որ մեր երկիրը ղեկավարի, ինչու դուք մեր երկիրը բերեցիք այս վիճակին, երբ որ ասենք, չնայած վիճակը տենց այդքան շատ տնտեսապես կամ սոցիալապես վատ չի եղել, բայց այնուամենայնիվ իրանք համարում էին, որ իրանք ազգային արժանապատվությունը դրանով խոցված է, որ դրսից կառավարվող Իրանի ղեկավարը դա Իրանի համար ոչ հարիթ ղեկավար է։ Դրանից հետո ամերիկա-իրանական հարաբերությունները փչացան, բայց իրանցիների հիշողության մեջ մի ուրիշ հետաքրքիր եւ այստեղ արդեն հակառակ դեպքեր, հա, շնորհակալական բան կա հիշողություն ամերիկացիների հետ կապված, էլի այդ շրջանում, երբ որ անգլիական եւ սովետական զորքերը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղակայված էին Իրանի տարածքում, գիտեք, պայմանավորվածություն կա գերմանացիների Իրանի տարածքի օգտագործումը թույլ չտալու անգլո-սովետական զորքեր այնտեղից։ 45 թվականի հաղթանակից հետո սովետական միությունը ուղղակի հրաժարվում էր իր զորքը դուրս բերել այդ տարածքից։ Մեկնաբանում էր դա, պատճառաբանում էր դա նրանում, որ այնտեղ կա ադրբեջանցի ժողովուրդը Իրանի հյուսիսում ապրող, անկախություն է ուզում, ինքնուրույնություն է ուզում, եւ դե բնականաբար ուզում է միանալ իր եղբայրական սովետական Ադրբեջանին, որովհետեւ տենց ժողովրդի կիսված է եւ այլ եւ այլ։ Սովետական միության այդ նպատակին խոչընդոտել է ոչ այլով, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ու Իրանի հիշողության մեջ սա էլ է պահպանված, հարգելիներս, սա էլ նստած է որպես խորքային, ասենք տվյալ երկրի նկատմամբ իրանց ճակատագիրը դրական իմաստով լուծելու համար շնորհակալություն։ Տեսեք, բարդ փնջուկ է ստացվում հարցերի։ Ու այդ բարդ փնջուկի մեջ այս երկու երկրները իրար վերաբերում են Իրանի հիմնական պահանջը Ամերիկայից։ Դա ինձ վերաբերվի որպես հավասարի։ Պետք չի ինձ թելադրել, պետք չի ինձ ասել, թե իմ կառավարման համակարգը կամ իմ կրոնական փոխկամացությունները ոնց պետք է ապրեն։ Ես ինքս դա կանեմ, որտեղ ես քեզ չեմ թելադրում, եկեք գործընկերային հարաբերություններ կառուցենք։ Եկեք ու տեսեք, որ դա երբ որ նպատակասլաց համառորեն բնդում ես կլասացը, կամ ասենք հարաբերությունների մեջ է, չէ՞ թե։ Իրար չասենք, որոշակի ասում ես ասենք։ Այսօրվա տարածաշրջանային զարգացումների դինամիկան նավթային փողերով հղկված Սաուդյան Արաբիայի եւ այլ արաբական մինի պետությունների գոյությունը, որոնք մի պահից սկսած որոշեցին, որ իրանք աշխարհը կարող են առնել, վաճառել եւ այլն, եւ որ իրանք են այդ փողերի իրական տնօրինողը, Թուրքիայի անվստահելի գործընկերոջ ձեռք բերած համբավը Միացյալ Նահանգներն են։ Իրաքում դեպքերը, Սիրիայում դեպքերը, Իսրայելի անընդհատ ամերիկյան քաղաքականության մեջ միջամտելու փորձերը, այն աստիճան, որ ամերիկացի երկու բավականին ականավոր ու բավականին ազդեցիկ տեսաբաններ գիրք են գրում իսրայելական լոբիի բացասական ազդեցության մասին։ Ջոն Միրսհայմերը եւ մի ուրիշ համայնակ անգլովակի չխապել չեմ։ Հասկանում եք։ Այս հանրահանգները մյուս կողմից Պակիստանի անկառավարելիությունը եւ Աֆղանստանի, ասենք, էլի անկառավարելիությունը Ամերիկային դրդում են տարածաշրջանում բնական դաշնակից գտնելու։ Ով կարող է լինել այդ բնական դաշնակիցը։ Միշտ եք ասել, որ Իրանը, որովհետեւ օրինակ կարելի է ասել Ռուսաստանը։ Հայաստանը։ Ցավոք ռեսուրսը Հայաստանի փոքր է։ Այսինքն բնակչություն, տարածություն, զինված ուժերի մեծություն, զինված ուժերի տեղ տարում, No, չէ, մեծություն, հենց բուն մեծությունը, թե ինչքանով իրանք, որտեղ քանակը երբեմն կապ ունի, եթե մեծ հարցերի ես։ Ասենք տեսեք,
Այստեղ մի քանի տարբերակ կա ի հայտ գալիս։ Մեկը դա փորձված դաշնակից Թուրքիան է։ Չի բացառում, չէ՞։ Փորձված դաշնակից է բավականին Վրաստանը փոքր է։ Ինքը նույնիսկ իր ռազմական կշռով ինքը Հայաստանից քիչ ավելի նույնիսկ փոքր կարելի է այլ։ Իր զինված ուժերը Հայաստանի զինված ուժերի հետ համեմատելի չեն։ Նրանք խորքային փորձեցին բարեփոխումներ անել, ինչը պատերազմով ընթացվեց եւ իրանք իհարկե շարունակում են այդ բարեփոխման։ Հաջողության են հասնում, ես չեմ ուզում թերագնահատել իրանց արածը, բայց նատոյական օրինակով զինված ուժերը ստեղծված փոքր երկրների, երեխեք ջան, ինչ հիմա կերծավորություն անենք, դրանք ավելի շատ խաղապահ ոստիկանական առաքելություն իրականացնող զինված ուժեր են, քան երկիրը արտաքին վտանգից իրոք պաշտպանող։ Ինչքան էլ, ասենք, այսօր շատ է խոսվում, որ պայմանագրային բանակը եւ այլն, որ պատմությունը նայում, դիտարկի բան է, պայմանագրային այդ բարձկան բանակները իրանք այդքան էլ մեծ հաջողություններ չեն գրանցել պատմության։ Հավաքագրված բանակները, այն բանակները, որոնք այդ զորը հավաքող, արտադիր ծառայության, նրանք ավելի մեծ հաջողությամբ են կսակել իրանց ճանապարհը, քան պայմանագրային բանակը։ Պայմանագրայինը ուղղակի ասենք ինքը թույլ է տալիս այդ փոքր ուժերով որոշակի մոբիլ խնդիրներ լուծել։ Իսկ պայմանագրայինը ավելի պրոֆեսիոնալ չի։ Այդ եմ ասում, ավելի ժամանակ սովորական ժամկետային ծառայողը ինձ պրոֆեսիոնալ ճիշտ եք ասում։ Ես էլ եմ ասում, ուղղակի պայմանագրայինը, երբ որ գալիս է իրական պատերազմական գործողությունների մղելու ժամանակը, պետությունը կունենա գումար պայմանագրայինին վճարելու։ Պայմանագրայինը կգնա ու իր մասնագիտական գիտելիքները հնարավորինս լավ կցուցաբերի։ Պետությունը չի ունենա գումար, դժվարություններ կունենա եւ այլ, պայմանագրայինը այդ միշտ այդ եզրի վրա է։ Ինքը կարող է հրաժարվել, ճիշտ է, դրա համար իրան կդատեն բան, բայց ինքը ըստ էության իր պայմանագրով, ինքը մենակ պայմանագրով է կապված պետության։ Ոչ թե պարտքի զգացումով։ Հասկանում եք, այստեղ ինչ-որ շատ նուրբ երանգներ կա, բայց սա այսօրվա խոսակցության հետ առանձնապես կապ չունի։ Հիմա, երբ որ գնահատում ենք երկրների կշիռները, բնական դաշնակից օրինակ տարածաշրջանը կառավարելու համար կարող է հանդես գա Ռուսաստանը, Ամերիկայի համար։ Այնքան էլ չէ։ Տեսեք, ելի հաջող համագործակցության որոշակի բաներ ունեցան իրանք։ Օրինակներ։ Օրինակ նույն Աֆղանստանից զորքը դուրս բերելու հարցում կամ զորք գցնելու հարցում Ռուսաստանը օժանդակեց Ամերիկան։ Նույնիսկ մի ժամանակ խոսակցություններ գնում նրա մասին, որ ամերիկյան դուրս բերվող կամ արևմտյան դուրս բերվող զորքերի փոխարեն ընդդեմ մտցվեն ռուսական զորքեր, որոնք ունեն հաստատխտային արտիվներ, որոնք ունեն հիշողություն, որոնք ասենք ընդդեմ արդեն մասնակցել են որոշակի գործողությունների, բայց սա իմ կարծիքով ու նաև ռուս տեսաբանների եւ վերլուծաբանների զինվորական վերլուծաբանների կարծիքով սա ոչ այլ ինչ էր, քան Ռուսաստանին եւս մի անգամ լուրջ աֆղանական ավանտյուրայի մեջ ներքաշելու ինչ-որ մի փորձ, այսինքն Ռուսաստանը պետք է թաղվեր այնտեղ իր զորքերով եւ այլ, էլի դժգոհություն, էլի ներքին ինչ-որ դժգոհություններ, դրա պատճառով Ռուսաստանը դրան չգնաց, բայց այնուամենայնիվ այդ առաջարկը համագործակցության եղել է։ Մյուս բնական դաշնակիցը պատմականորեն հաստատված դա Թուրքիան էր։ Իհարկե, Թուրքիան, ասենք, ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Թուրքիան ունի Ամերիկայի հետ ավելի խորքային կապեր, զինված ուժերի համագործակցության, քաղաքական, ասենք, ինչ-որ հարցերը իրար հետ անդադ կարգավորելու եւ այլն։ Նաեւ որոշակի այդ նույն Իրանի համար որ հիշատակեցի որոշակի շնորհակալության զգացում, որովհետև նույն 45-46 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների ասենց ասեմ, օժանդակությամբ թույլ չտրվեց Թուրքիայից որոշակի մեր հայկական պատմական տարածքները հետքրացնելը, Թուրքիայի մասին 45-46 թվականին, երբ որ մեր պատմական տարածքները
ուղղակի էվակուացվել էր ընդդերի բնակչությունը, ընդեղ չկար արդեն պետական կառավարման ոչ մի մարմին, չկար ընդեղ բանակ, չկար ոստիկանություն, ուղղակի տվյալ երկիրը բարոյապես պատրաստվել էր, նաև ոնց որ գործնականորեն պատրաստվել էր, եւ դա չստացվեց։ Ստալինի այդ պլանը չստացվեց, որովհետեւ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգները միջամտեցին, Ամերիկայի Միացյալ Նահանգները գտան, որ դա սովետական միության հետագա էքսպանսիայի դրսևորումը, որ սովետական միությունը ցանկանում է ոչ այլ ինչ քան տիրել Բոսֆորի դարդանելի նեղույցներին, այսինքն վերահսկել ամբողջովին Սևծովը, եւ այդ պլանները ձախողվեցին։ Թուրքիան դա հիշում է իրական։ Թուրքիան էլ որպես ասենք կայսերական պետության ժառանգող բավականին երկար հիշողություն ունի։ Բավականին երկար հիշողություն եւ բավականին խորը գնացող քաղաքական, դիվանագիտական, ռազմական, նաեւ տնտեսական մշակույթ։ Ամեն ինչը հիշողության ինչ-որ բաղկացուցիչներ։ Բայց Թուրքիան 2003 թվականին որոշակիորեն քարքարացրեց Ամերիկայի դաշնակից լինելու այդ հույսերը։ Ինքը արգելեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու դաշնակիցներին իր տարածքով ներխուժել Իրաք։ Սա հանգեցրեց իհարկե որոշակի լարվածության, միգուցե սրան նախորդել էին ինչ-որ խորքային բաներ, որոնք Թուրքիային դրդեցին, որ ինքը արգելի, նույն ասենք հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ժամանակ, ես արդեն ձեզ գաղտնիք չի, որ բացահայտում եմ, պարոն Մուրադյան, որ ձեզ դասակարգացել գիտեմ, ինքը իր հոդվածներից մեկում դրա մասին գրել է, որ գիտեք, 92-3 թվականներին, երբ որ հայկական զորքերը հաջողությամբ ազատագրում էին տարածքները, Թուրքիան անհանգստության եւ մեր հաջողությունը կանխելու ցանկություն էր ցուցաբերել։ Այսինքն ռազմական ուժ էր կուտակել Հայաստանի արևմտյան սահման, Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանի մոտ, օդանավերը թռնում էին երբեմն խախտում էին տարածքը եւ այլն։ Սա իհարկե մեծ է այդ հարցում Ռուսաստանի ներկայության դերը։ Բայց երբ որ պետքարտուղարի օգնականը անհանգստացած լինելով հետքնքով զանգահարել է Թուրքիայի գլխավոր շտաբպետին եւ ասել է մենք չենք կարողանա Ստամբուլը պաշտպանել ռուսական հրթիռներից եւ պատասխանը ստացել, որ եթե ռուսները չմիջամտեն այդ դեպքում միշտ ասեք, դա ասել է այդ դեպքում ստիպված ենք լինելու մենք միջամտենք։ Այսինքն թույլ չտալու համար նոր անկախացած։ Իդեպ դասախոսության սկզբում որ հիշատակեցի ամերիկացիների այդ պատասխանատվության զգացումը աշխարհում տեղի ունեցող գործընթացը, որոնք իրանց հետ սենսուղակի կապեր չունեն, բայց մեծ տերության դա վարվելակերպ է, հա։ Աշխարհում տեղի ունեցող գործընթացի համար ստեղ պետք է հիշատակել նաև նույն հայոց ցեղասպանության խնդիրը։ Հավատացնում եմ ձեզ, բազմաթիվ հոդվածներ են գրվել եւ այդ հոդվածները արխիվացված են կան եւ այլն, թե դարաշրջանի, որոնք ասենք առաջի հերթին դատապարտում են նաև ամերիկյան կառավարությունը, որ ինքը գործուն միջոցներ չի ձեռնարկել կամ ոչ բավարար գործուն միջոցներ է ձեռնարկել հայերին այդ արհավիրքից փրկելու համար ինչ-որ ձևով միջամտելու եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչը կուտակված է եւ կա, պատասխանատվության զգացում կա։ Այսինքն տեսեք, Թուրքիայի հետ հարաբերությունները այն գլխից մտել էին փոխադարձ անվստահության փուլ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ ինքը կոնֆլիկտ ուներ Հունաստանի հետ, այսինքն ոչ այնքան վստահելի անդամ այնքան, անընդհատ ինչ-որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ ինքը օկուպացրել էր Կիպրոսի մի մասը, ինչը ապօրինի է բոլոր տեսանկյունին եւ ինքը հրաժարվում է։ Իդեմ ճիշտ է, այդպես գործուն միջոցներ էլի չձեռնարկվեցին։ Սա էլ է մտահոգիչ իհարկե, հենց մեր տեսանկյունից է մտահոգիչ։ Բայց այնուամենայնիվ Թուրքիան իրան որպես ոչ վստահելի գործընկեր է։ Մնում են արաբական երկրները, որոնք պատմության ընթացքում ցույց տվեցին, որ իրենք տենց էլ չկարողացան ոչ միասնական լինել, ոչ կարողացան իրանց ներսում տեսեք նույնիսկ sense մի հետաքրքիր դրվագ ասեն փոքր, երբ որ 2011 թվականին, հա, Եգիպտոսում հեղափոխություն տեղի ունեցավ, Մուբարակը կանգնեց արվեց, Ստրատֆորդ հայտնի վերլուծական այդ կայքը հոդված հրապարակեց, որտեղ բաց է բաց, երեխեք, բաց է բաց համեմատություններ տանում, ասում էր, որ
Եգիպտոսում եղած իհարկե Եգիպտոսում եղած ժողովրդավարության մակարդակը ոչ մի համեմատության եզր չի կարող ունենալ Իրանում գոյություն ունեցած ժողովրդավարության մակարդակի, այսինքն այստեղ լրիվ հօգուտ Իրանի է այդ դիտարկումը, որ Իրանում շատ ավելի բարձր է, շատ ավելի ազատ է, շատ ավելի մարդու իրանքները ավելի լայնորեն են պաշտպանում եւ այլն եւ այլն։ Այսինքն տեսեք, անընդհատ տվյալ հարցը շոշափվել է անուղղակի ձևով, ուղղակի ձևով։ Հա, հեսա ես կվերջացնեմ։ Եվ այս խնդիրները, ասենք, անընդհատ եղել են օրակարգում միջազգային քաղաքականության։ Եվ Քենեթ Վոլսին հիշատակեցի Իրանից մի քանի տարի առաջ էլի նման հոդված եղավ ամերիկյան Foreign Affairs ամսագրում, որը գիտականության տեսանկյունից ինքը թույլ է, այսինքն այնտեղ հղումներ, բաներ, ստանդարտ բաներ չեն պահպանում, բայց ինքը ամերիկյան քաղաքականության ոնց որ հիմնական ուղղություններն են։ Այդ հոդվածով էլի հեղինակը նշում էր, որ Իրանի հետ կապված մենք ցանկալի է, որ մերվենք միջուկային պետություն դառնալու հանգամանքի հետ, ձեռք մեկնենք, ոնց որ 62 թվականին ձեռք մեկնեցինք Չինաստանի եւ ստանանք եւս մի դաշնակից տվյալ տարածաշրջանում։ Այսինքն ունենալով միջուկային դաշնակից, մենք կարողանում ենք մեր շահերը ավելի ճիշտ է, դժվար է լինում իր հետ ասենք բանակցությունների եւ այլն, բայց մենք կարողանում ենք այնտեղ ունենալ վստահելի ապահով դաշնակից, որը կկարողանա մեր շահերը տվյալ տարածաշրջանում առաջ մղել։ Եվ հետաքրքիր է, որ ես հիշատակեցի մի շարք այդ անհանգստացնող կետեր, հա, Պակիստան, Աֆղանստան, բայց մեկ այլ տեսություն չպետք է մենք աչքաթող անենք, որ այսօրվա զարգացումները դրա ևս մի վկայություն են։ Բոլոր ժամանակներում, բոլոր պետությունները, մեծ տերությունները, թագավորները, պրեզիդենտները պատերազմ են վարել ռազմավարական կարևորություն ունեցող ռեսուրսների համար։ Աշխարհի քարտեզները այսօր ռազմավարական այդ կարևորագույն ռեսուրսներին տիրապետող մի հատ հսկայական մեծ տարածք կա, որը գտնվում է մի պետության գերիշխանության տակ, դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Ինչքան էլ որ այսօր աշխարհաքաղաքականությունը որպես գիտական դիսցիպլին sense մի քիչ կողքի է մղվել, ինքը տարբեր ուրիշ գեղեցիկ բաներով փոխարինվում ու գլոբալիստիկա, այնտեղ շատ իրենիչիստիկա, բայց ինքը մնում է ակտուալ մեր այսօրվա աշխարհում։ Եվ պայքարը մղվում է հենց այդ ռեսուրսների համար, որովհետև ռեսուրսները սահմանափակ են, ռեսուրսները պակասում են։ Ինչքան էլ մենք խոսենք այսօր, որ տեղեկույթը, ինֆորմացիան դառել է ևս մի արտովաճառքի առարկա, դա ավելի կարևոր է, բարձր տեխնոլոգիաներ եւ այլն, երեք երբ որ գալիս ենք հասնում ենք այն ամենա հասարակ մարդկային մակարդակը, մենք պետք է սնվենք, մենք պետք է օդ շնչենք, մենք պետք է ասենք ինչ-որ մի բան հագնենք, ինչ-որ մի բանով մեր տները սարքենք եւ այլն, իսկ այդ ամեն ինչ արդեն գալիս է այն հասարակ, ոչ այդքան ամենուրեք դրա մասին այսօր նավթ ու գազն է բավականին կարևոր դեր խաղում, բայց նավթ ու գազը կարևոր է, բայց կարևորագույնը չի, կարևոր ռեսուրսներից է ջուրը, կարևոր ռեսուրսներից է հասարակ հողը, պիտանի, հա, ցանելու, վարելու, սնունդ ստանալու եւ այլն։ Այս իմաստով Իրան-Ամերիկա հարաբերությունների բարելավումը նաեւ մի քայլ է համաձայն այդ տեսության դեպի Ռուսաստանը որոշակի մեկուսացնելուն կամ որոշակի օղակի մեջ առնելուն աշխարհաքաղաքականության մեջ դա կոչվում է ռուսերեն ասեմ կալցո անակոնդ, այսինքն ամբողջական մի գոտի է ստեղծվում, որը Ռուսաստանին զրկում է տաք ծովերի երկից, հա, Ուկրաինայի դեպքերը շուրջ հիշացնում են Վրաստան, Ուկրաինա, որը Ռուսաստանին զրկում է Չինաստանի, Հնդկաստանի հետ ավելի մոտ եւ անմիջական հարաբերություններ ունենալու հնարավորությունից եւ որը ի վերջո ասենք միտված է այդ ռեսուրսներին իրանալու դրա մասին զգուշացվել են բազմաթիվ անգամներ դրա մասին զգուշացվել են ռուս որոշակի ասենք ուղղվածություն ունեցող խելացի տեսաբաններ օրինակ Պանարինը Ալեքսանդրը
որը ցավոք սրտի մահացավ եւ որի տեսությունը այսօր առանձնապես անդեսված է, հա, այդքան մեծ ուշադրության ինքը չի արժանի։ Դու մոտավորապես sense ես կարծում եմ երևի ինչ-որ հարցեր կունենաք, ավելի օգտակար հարցերին պատասխանել։ Շատ կարճ էլի։ Ամենք ինչի ենք կպել ռուսին, էլի։ Ինչ հարց է։ Ասկրով ինչի ենք կպել ռուսին։ Կարակ չպատասխանեք, եթե չէ։ Չէ, բակրաս կպատասխանեմ։ Բակրաս կպատասխանեմ երեխեք։ Սեպտեմբերի բամերան հացով բայք, որտեղ հուսա զարմանալիորեն, ինքս իմ համար զարմանալիորեն, իշխանամետ բաներ եմ ասել։ Հատումս թակում ուրիշ բաներ է ասել։ Տեսեք, մի Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը բացարձակապես այն երևույթների մոդելն է, որը լինելու է Հայաստանում։ Ես գրեթե վստահ եմ, որտեղ դրա նախանշանները բոլորդ էլ սենց թենեց քաղաքականությամբ հետաքրքրվող մարդիկ եք, բոլորդ էլ սենց թենեց հետևել եք մինչև սեպտեմբեր 3 տեղի ունեցող իրադարձություններին։ Ես չեմ կարող իմ մոտեցումը պարտադրել, չեմ կարող ձեր փոխարեն որոշել դուք ինչ եք այնտեղ տեսել, ինչին եք ուշադիր եղել կամ ինչն եք անտեսել, սակայն մի շարք չեմ մանանալ, ուղղակի ասում, հավատացեք, որ ես եկել եմ։ Մի շարք երևույթներ, գործընթացներ, իրադարձություններ տեղի ունեցան, հետին թվով խելոք ենք բոլորս, դրա համար հետին թվով ունեց։ Մինչև սեպտեմբերի 3-ը, որոնց ցույց տվեցին, որ իսկապես Հայաստանի նշաններ են արվում։ Նշաններից մեկը ամենապարզը, ամենահաստարակը, մի միլիարդի հարձակողական զենք թշնամուն վաճառելը։ Չտեսնված բան է միջազգային պրակտիկայում, չտեսնված բան է, որ ասենք միևնույն ռազմաքաղաքական դաշինքում պարտավորություններով իրար ամրացած երկրներից մեկը մյուսի թշնամուն, որը անընդհատ հայտարարում է, որ պետք է էս անի, պետք է այն անի եւ այլն, մյուսի թշնամուն, ասենք մի միլիարդի հարձակողական, ոչ թե պաշտպանական, հարձակողական, երբ որ այս 300-ը վաճառվեց 2007 թվերին, մեր այսպես կոչված ռազմական փորձագետները շտապեցին հայտարարել, որ դա ոչինչ, դա Հայաստանի ինչ անում, որ դրանով Հայաստանի տարածքը չի ռմբարվել, ասամ ճիշտ է, դա այս 300-ով Հայաստանի տարածքը երեքթե չի ռմբարվել, ցավոք սրտի Հայաստանը այդպես ավիացիոն այդքան մեծ հնարավորություններ չուներ, որ գնալ հասնել ընդեղ, որ նրանք մեզանից պաշտպանվեին։ Դա իմ խորին համոզմամբ Իրանի դեմ պաշտպանվելու միջոց էր։ Բայց երբ որ հարձակողական սպառազինություն է տրվում, այդքան բացահայտ, երբ որ սկսում են ասենք ինչ-որ քաղաքական, տնտեսական ասպարեզում սկանդալներ մեջ բերվել եւ այլն տարբեր պաշտոնատար անձանց հետ, որոնք մինչեւ այդ խիզախություն են ունեցել հայտարարելու, որ Մաքսային միության հետ Հայաստանը առանձնապես ապագա չունի, դրանք բոլորը նշաններ են, որ ինչ-որ մի բան պատրաստվում է տվյալ երկրում։ Ուկրաինան ցույց տվեց, թե ինչ էր պատրաստվում երկրում, միանշանակ ցույց տվեց։ Ցավով եմ ասում, տեսեք, հիմա եթե ցենց սա ասում եմ, յուրաքանչյուրի մոտ կարող է օբյեկտիվորեն հարց առաջանա, իսկ ինչի թույլ տվեցին, որ գա հասնի դրան, բայց դա հարցը արդեն մյուս կողմն է, այդ հարցի մոտ էլ առաջ։ Բայց տարբերակն է։ Եվ չէ, ինչի 20 տարվա անկախությունը, ինքնուրույն պետականություն կառուցելու հնարավորությունը, երկրի ռեսուրսը, բավականին լավ գիտական, տնտեսական, քաղաքական ներուժը չօգտագործվեց, որ 20-25-22-23 տարի հետո սեպտեմբերի 3-ին մենք այդ անելանելի վիճակում չհայտնվեինք։ Ինչի՞։ Դա արդեն ուրիշ հարց։ Խնդրեմ, լավ, ես կարծում պատասխանեցի։ Զրուցումից ինչպես կարգի Հայաստանի վրա։ Իրանի զրուցումը ինչպես կարգի Հայաստանի վրա։
նպաստելու կամ Ինչպես կազմի Հայաստանը։ ինչպես կազմի։ Տեսեք, երևի ոնց որ նախորդ հարցի շարունակությունն է, մինչև սեպտեմբերի 3 այդ կանխատեսումը կար իրականում։ Ես սրտանց, որովհետև այս Իրանի միջուկային ծրագիրը իմ ոնց որ մագիստրոսական թեզի թեման էր, եւ այդ խորանալու ուսումնասիրելու բանի մեջ այդ հնարավորությունների պատոհանը Հայաստանի համար շատ ակնհայտ երևում էր երեխեք։ Այսինքն Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների բարելավումը հստակորեն Հայաստանը դնում էր շատ շահավետ վիճակի մեջ։ Ինչի, որովհետև տեսեք, անկախության 20 տարիների ընթացքում արտաքին քաղաքականությունը ոնց է վարվել, ինչ փողենք մեկում, բայց հստակ Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները հմտություն եւ խոհեմություն են ունեցել ոչ Իրանի, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ չփչացնել։ Դրա միտեղ էլ կարողանան ասենք sense ինչ-որտեղ Հայաստանում դրանց շփման եզրեր ստեղծել դրական իմաստով։ Այսինքն Հայաստանի համար բավականին լայն ու բավականին հետաքրքիր զարգացումների հնարավորություններ բացվելու։ Իմ համար հիմա գիտեք ինչ տպավորություն է, որ sense ինչ-որ մի հատ գնացքի տոմսը ես ձեռքիս ունեմ, եկել եմ հասել եմ sense բան, կայարան, ու այդ գնացքը sense սկսում է շարժվել, ու ինձ չեն թողում, որ ես այդ գնացքը նստեմ, ինձ ասեն դու չպետք է նստես, իմ մոտ հիմա այդ զգացողությունն է, մի քիչ sense բան ասած էլի պատկերացրել, այդ գնացքը գնալու էր դեպի դրան էի զալիս կակրած, այդ գնացքը գնալու էր դեպի զարգացում, որովհետև Իրանի ռեսուրսները դեպի եվրոպական շուկաներ, որոնք դրա կարիք ունեն, տեղափոխելու խնդիր էր առաջանալու։ Իրանի համար այնքան էլ ձեռնտու չէր դա Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքով անել, որովհետև նրանք դիտվում են որպես ոչ այնքան բարեկամական երկրներ։ Առավել նպաստավոր, առավել լավ ճանապարհ էր Հայաստան, Վրաստան, Սևծով, Ուկրաինա, Եվրոպա ճանապարհը։ Բացի դրանից նաև լուրջ անվտանգային երաշխիքներ էին ստացվելու Հայաստանի համար։ Այսինքն լինելով նման երկու հզոր երկրների, ճիշտ է խնդիրներն էին շատանում։ Նույնիսկ չի որ ասենք, ոչ Իրանի հետ ընկերությունը կամ չգիտեմ Ռուսաստանի հետ բարեկամությունը ոչ պանացեա է, ասենք մեր բոլոր խնդիրներս մեկից լուծվելու, ոչ, բայց գիտեք, ֆինանսական աշխարհում գոյություն ունի հասկացություններ, ռիսկ եւ շանս, դա շանս է մեր համար։ Դա նաև մարտահրավեր էր մեր համար, այն իմաստով, որ մենք ինչքանով պատրաստ կլինեինք դրան։ Մենք մասամբ դրան պատրաստ էինք, մեր ինստիտուտները, մեր քաղաքական, ասենք, զարգացածության աստիճանը եւ այլն, մեր առաջարկելիքը, մեր մարդկային ռեսուրսը, վերջապես, այդ ամեն ինչը իմ գնահատմամբ տվյալ զարգացումների համար պատրաստ են։ Իսկ զարգացումները երբ որ սկսում են, դրա մեջ արդեն քո տեղը գտնելու խնդիրն է առաջանում, որը մի րոպե, որտեղ ես էլ հարց ունեմ, դոկտորի հարցանից լրիվ համաձայն է, որ ըստ էության ճանապարհը Իրան, Հայաստան, Վրաստան, Ուկրաինա եւ Եվրոպա է։ Հիմա այդ տրամաբանությամբ ստացվում է, որ Վրաստանը արդեն հարցերը լուծված է, Ուկրաինայի հարցերը լուծված է, Իրանի եւ այդ ամբողջ Եվրոպայի մեջ մենակ մի օղակ որը չկա, Հայաստանը։ Ուրեմն կարելի է կանխատեսել, որ Ուկրաինայի երկուսը պիտի Հայաստանը շուտով, որտեղ հակառակ դեպքում այս ամբողջ գեոստրատեգիական խաղը անիմաստ է դառնում, որովհետեւ Ռուսաստանին արևմուտքի քաղաքականության մեջ է հիմնական տեսությունը, որ նա խեղճացնել Ռուսաստանին նավթի եւ գազի գները գցելով, դա հնարավոր է անել միայն իրանական գազը եվրոպական շուկա անելով։ Հիմա ստացվում է, որ միակ ճանապարհը, որովհետեւ Թուրքիայի ճանապարհը կամ Ադրբեջանի ճանապարհը Իրանի համար է դիմել։ Հիմա սպասենք Ռոհանին, պիտի շուտով գա, տեսնենք Ռոհանին ինչ կասի։ Հետաքրքիր զարգացում է կանխատեսում, պարոն Պապյան, համաձայն եմ, չնայած կարելի է այլ սցենարել նայել այս դեպքում, ասենք, եթե Հայաստանը վերջնականապես որպես միջազգային քաղաքականության դերակատար անհաջողության մատնվեց, Աստված մի առասցի։ Այլ տարբերակ է մնում, իսկ միգուցե Ադրբեջանում,
Ուկրաինայի երկուսանը, կամ միգուցե ավելի հետաձգել է իրանական նավթը, որովհետև մեծ քաղաքականության մեջ ոչ մի տարինախնդիր լուծող, ոչ երկու տարին, ասենք, ընդդեմ քիչ ավելի հեռահար բաներով է կանխատեսում է։ Սիրիայով է, հա։ Չէ, Թուրքիան տրողվի։ Թուրքիան տրողվի, իսկ Թուրքիայում ասենք տրողման կամ որոշակի գործընթացներ, Ամենից փայքը հասավ։ մեզ այդ ոչ իմանից փայ չի հասնում։ Եթե նստես մասած չի հասնի։ Բնականաբար նստել սպասել։ Չէ, տեսեք, ֆանտաստիկ է թվում։ Միգուցե ասած։ Միգուցե պատմականի ասած այս դեպքում ավելի իրատեսական է, որ Հայաստանի ինչ-որ բան տեղի ունենա, բայց էլի եմ ասում, եթե ոչ, միշտ մեծ պետությունները կամ մեծ դերակատարները, սենց ասեմ, դա կլինի պետություն, թե ասենք ինչ-որ այլ ուժ, իրանք միշտ ինչ-որ մի քանի տարբերակ են մշակում իրանց ռազմավարական նպատակին հասնելու համար։ Կներեք, բայց Էլա հասա։ չէ, ուղղակի այս հարցին բանն է, որ մենք նենց արեցինք ոնց որ ակնկալում ենք, որ մեզ չեն կպնի, կամ սրանք կկպնեն, կամ սրան, բայց մենք ինչ որ բաներ անում ենք, որ մեզ հենց հատուկ չկպնեն, մեզ մոտ։ Մեր փոխարեն անում են արդեն, որ մեզ չկպնեն։ Դե հուսը։ Մեր հուսը դա է, հա։ Տարվա վերջին, այսինքն հիմա գալիս է Ռոհանին, տարվա վերջին գալի Ամերիկայի արտգործնախարարը, Ջոն Քերին, Հայաստան։ Հա, քերին գալիս է։ Քերին գալիս է։ Քերին գալի է ինչ-որ բաներ կասի։ Ինչ-որ բաներ կասի, ես չի գա, Երեխեք Շարություն որ լսենք հարցը։ Ես ուզում եմ օգտվել Երևանի դասախոսությունից եւ այսօրվա դասախոսությունից եւ համակցեմ այդ երկու դասախոսությունների նրանցից եւ մեկ հարց։ Երբևէ հնարավոր է, որ Հայաստանի համար Իրանը հանդիսանա հավանական հակառակորդ։ Ավարայելի։ Անտի հարց։ Աստված չան։ Անտի հարց։ Առանց ամերիկյան կեղծավորության եմ ասում, իսկականից ու բախտս վերեց ենքանը, որ քննարկել եմ այս հարցը իմ, ասենք, շրջապատի, իմ ընկերների եւ այլի հետ։ Երեխեք, անշուշտ հնարավոր է։ Անշուշտ սենց սկսեմ են հասարակ պարզ ճշմարտություններից, համաշխարհային քաղաքականության մեջ, պետությունների մեջ, ազգերի մեջ չկա մշտական հակառակորդ, չկա մշտական դաշնակից, ամեն ինչը շահերով է արտահայտվում։ Իրանի սպეციფիկան հետևյալն է, ինքը մինչև այսօր էլ Իրանը կայսերական մտածողության, հիշողության կրող։ Իսկ իրանական կայսրության մեջ Հայաստանի Հանրապետության Հայաստան պլյուս Արցախ այս տարածքը, նաև Ադրբեջանը, նաև ասենք Նախիջևանը, նաև ասենք Սուրմալուի նահանգը, որ այսօր դրանք եղել են Իրանի տարածքում, Իրանի կազմում։ Իրանը մեր տարածքը իրանց պատմական հիշողության մեջ ընկալում է որպես սեփական տարածքի մի մաս, մեծ քաղաքակրթական կայսերական տարածքի մի մասնիկ։ Կա նման վտանգ, այսինքն, տեսեք, ստեղ օրինակ, հա, սենց հիպոթետիկ ինչ-որ զարգացումներ տեսնենք, ասենք, գիտեմ, Հայաստանին թողեցին բոլորը հանգիստ, Հայաստանը կարողացավ ինքնուրույն իր ճանապարհը ընտրել, Ռուսաստանը եղել է այդպես պատմության մեջ, չէ, Ելցինի օրոք Ռուսաստանը թուլացավ, ասենք, հետ քաշվեց բոլորի գործերից ինքը սկսեց իր ներքին թալանով զբաղվել, մենք կարողացանք մեր հարցերը ինչ-որ ձևով լուծել։ Հիմա նման մի դեպք նման մի զարգացում պատկերացնենք ու պատկերացնենք, որ Իրանը այդ ընթացքում հզորացել է տարածաշրջանային դերակատարը դառնում։ Անշուշտ մենք ընկնելու ենք իր թելադրանքին։ Անշուշտ, եթե ասենք այլ հավասար պայմաններում հետին նկարագրած, օրինակ, եթե այլ հակակշռող չլիներ, մենք պետք է Ռուսաստանի հակակշռմանը դիմենք։ Ինչքան էլ դա միգուցե այնքան վեր քիմքին հաճո չի եւ այլն, հնարավոր է։ Իմ կարծիքով հնարավոր է։ Եթե զարգացումները տանեն նրան, որ տարածաշրջանում չլինի Իրանին հակակշռող այլ ուժ, կամ հակակշռող օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները չուզենան հակակշռել, այսինքն կարտ բլանշ տան, ասեն դու վարվի տարածաշրջանը ձևավորի ըստ քո պատկերացումների։
այդտեղ Հայաստան-Իրան հաստատ հակասություններ են եղել, որովհետև Հայաստանը ասենք, որովհետև ուղղակի ասենք Իրանը ուզենալու որպես ավելի ենթակառուցվածքներով, բնակլիմայական պայմաններով ավելի լավ, ավելի բարենպաստ Հայաստանում իր բնակչության ինչ-որ էլիտար զանգվածներ ունենալ, իր ազդեցության ասենք ինչ-որ կենտրոններ ունենալ եւ այլն։ Դա անշուշտ կարող է տեղի ունենալ։ Եթե մենք չլինենք բավականաչափ զգոն ու բավականաչափ ուժեղ։ Շնորհակալություն Արցախ։ Ինչ ասել Ռուսաստանը, Չինաստան, Իրան պատերազմի մասին, իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության երկրների, արդյոք այս երկրների համար կամ համագործակցության համար նախաձեռններ եւ ընդհանրապես բացասական գործողություններ ու կատարեն աջակցության։ Էլի յուրաքանչյուրը իր առաջի հերթին իր ազգային շահերով առաջնորդվում, ազգային շահի մեջ նաեւ մտնում է կառավարող էլիտաների, կառավարող ինստիտուտների ենթաշահերը, բոլոր ձեր նշած 3 պետություններում։ Ռուսաստանը, եթե ասենք չլինի Իրան-ամերիկյան հարաբերությունների բարելավում, ասենք Իրանը մշտապես մնար, հա չլինեին վերջի զարգացումները, ասենց ասեմ, ուկրաինական զարգացումներից են կողմ եւ Իրան-Ամերիկա հարաբերությունների բարելավումից են կողմ։ Ռուսաստանը իհարկե ձեռնտու Իրանի տապալումը որպես պետություն եւ Իրանում իշխանության փոփոխությունը լրիվ պրոամերիկյան կուրսով, այսինքն եթե Իրանում հեղափոխության օրինակ 2009 թվականին հեղաշրջման փորձ արվեց, չէ՞ հիշում եք։ Եթե դա հաջողվեր օրինակ եւ Իրանում իշխանության գային լրիվ ազատական, լրիվ պրո-ամերիկյան, պրո-արևելյան ուժերը, դա իհարկե Ռուսաստանի շահերի համար բավականին լուրջ վնաս է։ Նաև Ռուսաստանը չի ուզի, որ Իրանը տրոհվի մի քանի մասի, որովհետև տեղել իր հարավային, հա, հյուսիսային Կովկասի մոտ, իր հարավային սահմանների մոտ, իր ինչ-որ տեղ, հա, ինչի՞ չէ, ռազմավարական դաշնակցի սահմանների մոտ, իր զորքերի վերակայմանը մոտ, ինքը ստանալու էր անկայունության օջախներ, ադրբեջանցիներ, քրդեր, չգիտեմ, բելուջներ եւ այլն, այսինքն Իրանում բացասական զարգացումների մի աստիճան կա, որը բացարձակապես Ռուսաստանին որպես տարածաշրջանային խոշոր դերակատար ձեռնտու չի։ Սակայն մյուս կողմից Իրանի հզորացումը եւ ոտքի կանգնելն է ձեռնտու չի Ռուսաստան, որտեղ պարոն նշեց, նավթագազային ռեսուրսները եթե Իրանի սկսեն ավելի ազատ գնալ եվրոպական շուկա, դա Ռուսաստանի համար իր այսօրվա դրությամբ ցավոք եմ դա ասում, որտեղ մեծ պետությունը այնուամենայնիվ պետք է այլ լծակներ ունենա, բայց իր եզակի լծակների թուլացում է նշանակում։ Չինաստանը միշտ վարում է, Չինաստանը ոտքի կանգնելու շրջանում է։ Չինաստանը երբեք բացեիբաց առճակատման չի գնում ոչ մի խոշոր պետության հետ, ոչ Ռուսաստանի հետ, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Չինաստանը եթե օրինակ ուշադրություն դարձնեք, թե ինչպես է ինքը քվեարկում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում որոշակի տենց զգայուն հարցերի շուրջ։ Եթե Ռուսաստանը քվեարկում օրինակ սանկցիաների դեմ, Չինաստանը միանում է։ Եթե Ռուսաստանը ձեռնպահ հանում, Չինաստանն էլ է, կամ ձեռնպահ հանում, կամ դաշտ կողմակը։ Այսինքն ինքը չի ուզում բացարձակ այսօրվա դրությամբ, ինքը բավականին սեր, երբ որ ասում ենք դաշինք մեկը մյուսի դեմ, այնուամենայնիվ չպետք է մոռանանք, որ Չինաստանի տնտեսական բարեկեցության, տնտեսական շահերի այն առյուծի բաժինը մասը հասնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Չինաստանի համար Ամերիկան սպառման անփոխարինելի շուկա է։ Փակվի ամերիկյան շուկան Չինաստանի ապրանքների համար։ Չինաստանի տնտեսությունը չի կարողանա շնչել, որտեղ այդ ահռելի արտադրական հզորությունները դրանք ամբողջ ուղղված են դեպի Ամերիկա։ Եվ ընդհակառակ հակառակ պատրել կա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական պարտքի մի զգալի մասը չինական իրապետության ներկայ։ Չինաստանը մեծ ներդրող է, որտեղ ունի ավելցուկ իր դրական հաշվեկշռից։
արտաքին արևելք։ Եվ այդ ավելցուկը ինքը շատ դեպքերում ուղղում է ամերիկյան բանկեր, ամերիկյան տնտեսության մեջ, որպես շատ թե քիչ վստահելի, որպես ամենավստահելը։ Ուստի նման որոշակի, ես sense կպատասխանեմ, որոշակի շահերի, որոշակի հանգամանքների շուրջ, այո, կարճաժամկետ դաշինքներ հնարավոր են։ Մեծ ռազմավարական հեռանկարի համար իմ կարծիքով չէ։ Ժամին նա շնորհակալություն այդպես պատմում։